Բարև ձեզ սիրելի ընկերներ, ձեզ հետ է բուժքույր Անահիտը և անմիջապես անցնում ենք գործի։ Այսօր ես ձեզ կցուցադրեմ ձեռքերի 5 շարժումներ, մուդրաներ, որոնք կարող են շատ արագ փոխել մեր ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Առաջինը՝ միացրեք բութ մատը և ցուցամատը, մյուս մատները պետք է ուղիղ լինեն։ Սա օգնում է թեթևացնել հուզական լարվածությունը, վերացնում գլխացավը, դեպրեսիան, անհանգստությունը, տագնապը, բարելավում հիշողությունը և արթնացնում թաքնված կարողությունները։ Հաջորդը վայու մուդրան։ Ծալեք ցուցամատը, որպեսզի բարձիկը հասնի բութ մատի հիմքին, իսկ բութ մատը թեթևակի սեղմում է ցուցամատը, մյուս մատները ուղիղ են։ Սա հավասարակշռում է մարմնում գտնվող բոլոր էներգիաները։ Շատ լավ է օգնում ռևմատիզմի, ռադիկուլիտի, ձեռքերի, պարանոցի կամ գլխի դողի դեպքում։ Հեռացնում է աղիքներից բոլոր գազերը, ինչպես նաև շատ արդյունավետ է Պարկինսոնի հիվանդության դեպքում։ Պրիթվի մուդրան։ Միացրեք բութ և անանուն մատերի ծայրերը։ Բութ մատով սեղմեք անանունը։ Սա պահպանում է առողջությունը, մեծացնում կենսական ուժերի պաշարը, բարելավում վեստիբուլյար ապարատի աշխատանքը, ուժեղացնում ինքնավստահությունը և նույնիսկ բարելավում մաշկի, մազերի ու եղունգների վիճակը, ինչպես նաև ազատում է օրգանիզմը նյարդային գերծանրաբեռնվածությունից և ուժեղ ֆիզիկական հոգնածությունից։ Ագնի մուդրան։ Բութ մատով սեղմեք անանուն մատը դեպի ափը, ինչպես տեսնում եք տեսանյութում։ Սա շատ լավ ազդում է լյարդի աշխատանքի վրա, հարմոնիզացնում է այն, օգնում շաքարային դիաբետի բուժմանը, նպաստում ճարպերի այրմանը, բարելավում սննդի մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունը, նվազեցնում վատ խոլեստերինը, հեռացնում ստամոքսի ծանրությունը, տաքացնում մարմինը և հավասարակշռում հույզերը։ Այս մուդրան կատարեք օրական առնվազն 20 րոպե։ Վարուն մուդրան։ Բութ մատով դիպչեք մատնեմատի հիմքին, մյուս մատերը փորձեք պահել առավելագույնս ուղիղ։ Սա շատ կարևոր է։ Սա բարելավում է մաշկի վիճակը, նվազեցնում այտուցները և նպաստում հեղուկների լավ շրջանառությանը օրգանիզմում, ինչպես նաև բարելավում արյան վիճակը։ Եթե դուք կանոնավոր կերպով կկատարեք այս պրակտիկաները, սիրելի ընկերներ, կնկատեք, թե որքան լավ կզգաք ձեզ, ինչպես դեպի լավը կփոխվի ձեր մաշկի, մազերի և ամբողջ օրգանիզմի վիճակը ընդհանրապես։